Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն Հայր մեր որ հերկինս ես Սուրբ եկեցի անուն քո եկեցե արքայություն քո եկեցին գամ քո որպես հերկինս եւ հերկրի ասած մեր հանապազորդ տուր մեզ այսօր եւ թող մեզ պարտիս մեր որպես եւ մեկ թողունք մերոց պարտապանած Եվ մի տանիրս մեզի փորձություն այլ փրկյազ մեզի չարե Զիքոյ արքայություն եւ զորություն եւ փառք հավիտյանս ամեն իմաստություն հոր Հիսուս դուր մեզ իմաստություն բարին խորհել խոսել եւ գործել քո առաջ ամեն ժամ եւ չար խորհուրդներից խոսքերից ու գործերից փրկիր մեզ եւ ողորմիր քո արարածներին եւ ինձ բազմամեղիս նստեք սիրելիներս Բարի եկել Քրիստոս հարյավի մեռելոց Ամեն ամեն Այսօր շարունակում ենք նամակը Թեսաղոնիկեցիների 4-րդ գլխի 6-ից 11 համարները պիտի սերտենք պիտի նորից խոսենք սեռական այդ սանձարձակության մասին որ տիրում էր Թեսաղոնիկեում Պիտի խոսենք եղբայրասիրության մասին, պիտի խոսենք աշխատանքի մասին, որ մարդ ինչպես պետք է իր ձեռքի աշխատանք ունենա, որպեսզի օրհնություն ունենա, եւ նաեւ ինչպես կարող ենք այդ աշխատանքով ուրիշներին օգնել եւ որ մենք էլ որևէ կարիքի մեջ չհայտնվենք։ Սա շատ կարեւոր բան է, որովհետեւ օրինակ հույների համար, ովքեր կրթություն են ստանում բարձրագույն, նրանք այլևս մերժում են ֆիզիկական աշխատանք։ Ինչպես այսօրվա մարդիկ բոլորը ձգտում են հեշտ աշխատանքի, համակարգչի դեմ կամ գրասենյական աշխատանքի, ոչ ոք չի սիրում հողի հետ աշխատել, արհեստ սովորել, որպեսզի կարողանա զարկ տանել այդ աշխատանքին, որպեսզի մարդիկ կարողանան իրենց գործն ունենալ։ Ուրեմն շատ հետաքրքրական է նաև թե հին աշխարհում, թե այսօրվա աշխարհի համեմատությունը, որ տեսնում ենք մարդիկ գրեթե նույնն են եղել։ Ամեն կերպ մարդիկ փորձել են այն ժամանակ էլ նստել, սպասել են թող իրենց մի բան կտա ուտեն, օգնություն կտա, իրենք ոչինչ չեն։ Նույն այսօրվա մարդիկ են, շատ հաճախ չեն ուզում աշխատել, բայց ուզում են կուշտ փորով հաց ուտել եւ աշխատողի հետ հավասար ամեն ինչ ունենալ։ Տեսնենք ինչ ունի այսօր մեզ փոխանցելու Պողոս Արաքյալը։ Ուրեմն 4-րդ գլխի 6-րդ համարը։ Թող ոչ ոք այդ բանում չափը չանցկացնի եւ չդիպչիր եղբոր պատվին, քանզի այդ բոլոր բաների համար Տերը վրեժ խնդիր է, ինչպես որ առաջուց ասացինք ձեզ եւ վկայեցինք։ Տեսեք սիրելիների, երբ որ ասում եմ թող ոչ ոք այդ բանի մեջ չափը չանցնի, խոսքը սեռական ամբարո կենցաղի կենցաղավարության մասն է, տեսեք ասում է ոչ միայն չափը չանցնել եւ չկպնիր եղբոր պատվին, այսինքն եղբոր կնոջը, քրոջը, ովքեր որ եղբայր են համարվել, նախ անձնական առաջինը արունակցական եղբոր մասին է, երկրորդը հոգևոր եղբայրների մասին է։ Ուրեմն սեռական անառակ կյանքը քրիստոնյայի համար ոչ միայն իր հոգին է կործանում, տվյալ մարդու հոգին է կործանում, այլ շատ շատերի կործանման պատճառ է դա, այսինքն դու շատ շատերի պատիվն ես հարվածում, մարդու պատիվն ես գետնով տալիս եւ այդ մարդկանց կործանման պատճառ ես դառնում եւ նաեւ կործանում է մարդկային ընկերությունը մարդկային հարաբերություններ նաև դրանից ամեն տեսակ խաթարվում։ Ինչ ասել է հոգին կործանել։ Մնացած բոլոր մեղքերը ինչ որ կան, սիրելիներ, դա մեր հոգուն այդքան չի վնասում, ինչքան որ անառակության, պոռնոգության մեղքն է վնասում, որովհետև այս մարմին Աստծո տաճարն է, սա պետք է մաքուր πάει։ Տեսեք, մենք ամեն անգամ թվարկում ենք, չէ՞, մեղաների ժամանակ, մեղքա ձեռքերից գողություն, այսինքն ձեռքերի մեղքերը, լեզվից, մտքից եւ հոգու մեղքերը, տեսնեք ինչքան վտանգավոր է, չէ՞, ամբողջը հատկապես սեռական բնույթի իգամոլություն, արվամոլություն, գիշերային երազախաբություն, ամեն տեսակ սեռական ցանկություններ, ամեն տեսակը պղծում է եւ մարդու մարմինը եւ հոգու մարմինը։ Ուրեմն ոչ միայն քո հոգու կործանման պատճառ ես դառնում, այլև շատ շատերին ես կործանման պատճառ դառնում։ Այդ բանում արդեն ասացի, որ ինչ է սա, օրինակի համար ես սպարզ ասեմ, որ եթե մեկը սեռային հարաբերություն ունում եւ արտամուսնական, մինչև ամուսնական շրջանը, չէ՞, այսինքն նախ այդ աղջիկը կյանքն է ոչնչացնում, հետո նաև նրա հետ ամուսնացողի պատիվն է գողանում, ով որ հետագայում կամուսնանի։ Այսօր ինչ է կատարում աշխարհի մեջ, որ մարդկանց քարոզում է ազատ կյանք, ազատ սեռական հարաբերություններ, հետո կուզես կամուսնանաս, չես ուզեր կամուսնանաս Եվրոպայում, Ամերիկայում, այս ամենը կայև ցավոք սրտի մտնում է քրիստոնեական կենցաղավարություն նաև։ Եվ տեսեք եկեղեցում, երբ որ պսակադրության կարգը պիտի կատարվի, ինքը գրված է կույսի պսակ։ Այսինքն պետք է կույս լինի մարդը, որպեսզի կանգնի խորանի առջև եւ այդ ամուսնության խորհուրդը կատարվի, այսինքն մաքրությամբ, անարատությամբ, սրբությամբ դու հոգեվոր այդ ամբողջ
խաղաղությունը պիտի քո վրա ունենաս, որպեսզի կանգնես Աստծո առաջ։ Եվ եթե դու որևէ տղամարդ կնոջդ կամ կինը տղամարդ այդ ամենը անում է, ինքը իրեն է անարգում։ Սա անարգանք է կոչվում, որ դու անարգում ես Աստծո տաճարը, հատկապես երբ որ դու մկրտված ես, երբ որ քո վրա Աստծո կնիքը դրված է, դու այս ամենը խանգարում ես եւ նաեւ գողանում ես մյուսի ընտանիքի պատիվը։ Ինչքան ընտանիքներ են, չէ, կործանում, որ ամուսինը սիրուհի է պահում, դավաճանում իր կնոջ, իր զավակներին, գնում է, ուրեմն համ այնտեղ է մեղքը կատարվում, համ այստեղ շատ մարդիկ տառապում են, ցավ են ապրում, որովհետև այս մեղքը ոչ միայն իրեն, այլև ընտանիքի բոլոր անդամներին վնաս է հասցնում։ Սա շատ վտանգավոր երևույթ է։ Եվ տեսեք, օրինակը ձեզ բերեմ այստեղ, երկու օրինակ, վառ օրինակ Աստվածաշնչից ունենք, Դավիթ մարգարեի պատիվը, հիշում եք Դավիթ մարգարեն, ասում է, երբ որ մի օր ինքը իր պարիսպի վրայով քայլում էր պալատի, տեսավ մի գեղեցիկ կնոջը Բերսաբեին, որ լողանում էր այդ պահին, միանգամից գերվեց, ինքը ամուսնացած էր, կին ուներ։ Հետո ճշտեց, որ Բերսաբեն իր գեներալներից մեկի Ուրիայի կինն է, եւ որպեսզի նրա կնոջը ինչ պիտի անի, պետք ուզում է հներ այդ կենակցել ամուսնանալ, ճարչուներ, վերցրեց իր զորահրամանատարին ուղարկեց պատերազմ առաջինգից, զոհվեց, ինքը ամուսնացավ կնոջ հետ։ Տեսեք ինչ արեց, կործանեց իր նրա հոգին, կործանեց նրան ֆիզիկապես եւ հետո հիշում եք Նաթան մարգարեն եկավ իր մոտ, օրինակը բերեց, ասես մի քաղաքում մի մեծահարուստ էր ապրում, որ 100 ոչխար ուներ եւ իր հարևան աղքատը կար, մեկ ոչխար ուներ, որ իր ընտանիքի մեջ էր ապրում, իր երեխաների ծոցն էր քնում, իրենց նույն սեղանի ճաշն էր ուտում, հյուր եկավ մեծահարուստի տուն, ասում է, ափսոցած իր գառներից մեկին մորթել, վերցրեց աղքատի գառնուկը մորթեց։ Ինչ է, ասեց մահապարտ, ասեց դա դու ես։ Այսինքն դու թագավոր էիր, ամեն ինչ ունեիր եւ ինչ արեցիր, դու վերցրեցիր քո ընկերոջը, քո զինվորական հրամանատարին սպանեցիր, որ կնոջը ամուսնալ։ Եվ ինչ եղավ պատիժը, հետևանքը մեղքի, այդ ծնված երեխան մահացավ։ Հետևանքը դա էր, որ այդ երեխան մահացավ մեղքի պատճառով։ Երկրորդ օրինակը, որ ասում է չդիպչեք ձեր եղբոր պատվին, մենք տեսնում ենք Հերովդես 4-րդապետին, երբ որ իր եղբայրը Փիլիպոսը ողջ էր, ինքը ամուսնացել է նրա կնոջ հետ, գողացել էր եղբոր կնոջը։ Եվ ով էր հանդիմանում, ամեն անգամ որ Հովանես Մկրտիչը տեսնում էր, աղվես, դավաճան, ինչ ես անում, եղբայրդ ողջ է, դու ինչ իրավունք ունես նրա կնոջ հետ ամուսնանալ, եւ ինչ արեց այդ կինը, Հովանես Մկրտչի գլուխը պահանջեց կուտելի վրա, սպանել տվեց, այսինքն ինքը ֆիզիկապես, հոգեպես մեղքի մեջ թաթախված, մի հատ էլ մահվան սպանության մեղք իրենց վրա վերցրեց։ Տեսեք, ինչ է անում մարդուն այս բոլոր մեղքերը, պատիվը տե գողանում, անարգում է քեզ, մսխում է քո հոգեվոր բոլոր շնորհները եւ կործանման պատճառ է դառնում։ Եվ այս ամենը բերում է նաև մեղանչումին, որ մենք նաև հեռանում ենք եւ այդ մեղքի պատճառով շատ-շատերը Աստծուց հեռանում են նաև, չէ՞, որ տեսնում են այսպիսի դեպքեր կան մեր կյանքի մեջ, մարդիկ այլևս այդպիսի մարդկանց պատճառով դադարում են եւ այդպիսի մարդիկ երբեմն հելում են դաս են տալիս ուրիշին, քարոզում են, ինչ որ արժեքներից են խոսում, իրենք անարժեք, իրենք անպատիվ խոսում են պատվից։ Ուրեմն շատ կարեւոր է որպեսզի այս սկզբունքը քրիստոնյան իմանա, որ ինքը իբրև քրիստոնյա մկրտված իրավունք չունի այս կենցաղով ապրելու։ Եվ տեսեք ինչ է ասում շարունակության, Աստված վրեժխնդիր է լինելու։ Առանց պատժի նման դեպքերի համար, առանց պատժի մարդը չի կարող խուսափել Աստծուց։ Ուրեմն Աստված պետք է վրեժխնդիր լինի։ Ուրեմն ամուսնությունը ըստ ամենայնի ինչ է, հարգելի եւ ընդունելի է, չէ, Աստծո համար։ Պողոս Առաքյալը նամակի մեջ ասում է, այս ամուսնական ընտանիքի անկողինը թող սուրբ մնա, այսինքն եթե սուրբ անկողին դու պղծեցիր, ոչնչացրեցիր, ուրեմն այդ սրբությունը խախտվեց, աստծորտնությունից զրկվեց, պատիժը պիտի անպայման գա։ Եվ Աստված պիտի դատի շնացողներին ու պոռնիկներին։ Սա պարտադիր է։ Որևէ մեկը, ով այս աշխարհի մեջ կապրի կգործի, ինքը չի կարող խուսափել Աստծո վրեժխնդրությունից։ Եբրայեցիների նամակի մեջ տեսեք ինչ ասում Պողոս Առաքյալը, ամուսնությունը ըստ ամենանի հարգելի է եւ ամուսնական անկողինը սուրբ, եւ Աստված պիտի դատի շնացողներին ու պոռնիկներին։ Սա ես չեմ ասում, ինչ որ սովորական մի մարդ չի ասում, Պողոս Առաքյալը, որ ամեն տեսակ գործողությունները տեսել է ռոմեական կայսրության մեջ, հրեական իրականության մեջ, վերում է, որ Աստված այդպիսի մարդկանց չի խնամելու։ Իսկ Եփեսացիների նամակի մեջ ասում է, այդպիսի մեղքեր գործողները ողորմություն չեն ստանում։ Ինչ է ասում, այս բանն իմացեք, թե ամեն պոռնիկ կամ պիղծ կամ ագահ մարդ, որ կռապաշտ է, Աստծո եւ Քրիստոսի թագավորության մեջ ժառանգություն չունի։ Սնոտի խոսքերով թող ոչ ոք ձեզ չխաբի, որտեղ դրա համար է, որ գալիք Աստծո բարկությունը անհնազանդ մարդկանց վրա է գալու։
տեսեք, թող ասում եմ ոչ ոք չխափի, որ արեցիք, դուք որևէ խնդիր չունեք։ Այսօր մարդիկ կան, ես ձեզ ասեմ, հոգևորականները, որ կան, կարող են արդարացնել, դե հիմա եղել է, արել եք ոչինչ։ Կամ այսօր Եվրոպայի մեջ ինչ է կատարվում, ամուսնացնում են այդպիսի բաներին։ Մեր եկեղեցում ինչպես է, երբ որ մեկը շնության բռնվեց, տղամարդիկին բաժանվեցին, շնացողին այլևս թույլ չի տալիս եկեղեցին ամուսնանալ։ Երբեք եկեղեցով ինքը այլևս օրհնություն չի ստանում։ Եվ շատ շատերը, երբ որ գնում ես Եվրոպա, լսում ես միասեռականներ են ամուսնացնում եկեղեցու մեջ, քահանան ինքը նաև կարող է միասեռական լինել, քարոզել։ Դե պատկերացնում եք մենք ուր ենք հասել։ Դրանից ասում եմ թող ոչ ոք ձեզ սնոտի խոսքերով չխաբի, որովհետև այսպիսի մարդիկ Աստծո եւ Քրիստոսի թագավորության մեջ տեղ չեն ունենալու։ Այս մեղքով որ գործել է չի ապաշխարել, հիմա հարցը չէ գալիս։ Եթե մարդը ապաշխարի, ինչ պետք է լինի։ Եթե ապաշխարի իրականում զղջա, ամենավառօրինակը տեսնում ենք Երիքովի գրավման ժամանակ Պոռնիկ Ռախաբը, ով որ հավատաց Աստծո խոսքին, թողեց այդ ամենը եւ ինքը ապաշխարությամբ քաղաքը կործանվեց, ինքը փրկվեց։ Մենք տեսնում ենք այն կնոջը, որ քաշ տվեցին Հիսուսի մոտ, ասացին, այս կնոջը բռնել ենք շնության մեջ, ասում է ով անմեղ է թող քար նետի, բոլորը հեռանում են, Հիսուս ասում է ներում եմ քեզ, գնա, այլևս չմեղանչես։ Ուրեմն տեսեք, նաև Հռոմեացին նամակ երբ որ կարդում ենք, ասում է մեզանից առաջ գողերն ու պոռնիկները պիտի մտնեն երկնքի արքայում։ Դրանք ավելի շուտ պիտի հավատան։ Մենք որ ամեն օր Աստծո խոսքի մեջ ենք, մենք ավելի շատ ենք սայթակում, քան այն մարդիկ, ովքեր այդ մեղքի մեջ են, իմանալուց հետո այլևս թողնում են այդ պայքարում են, որպեսզի նորից այդ մեղքի մեջ չհայտնվեն։ Ուրեմն այս մեղքերի մեջ եղողները նաև ողորմություն չեն ստանալու։ Սա շատ կարևոր է, սիրելիներ, որ ողորմություն մարդը ստանա Աստծուց, որովհետև Աստված միշտ իր ողորմությամբ է, չէ՞ դատում։ Աստված երբեք իր արդարությամբ չի դատում, որովհետև որևէ մեկը, երբ որ արդարությամբ դատվի, չի կարողանալու փրկվել։ Դրա համար մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի այս մեղքից հեռու մնանք, Աստծո վրեժխնդրությանը չարժանանանք, ինչպես Դավիթ մարգարեն մեղքի հետևանքով կորցրեց իր զավակին, մեկ իր հոգին կորցրեց, մեկ իր արժանապատվությունը կորցրեց, եւ սա նաեւ Աստծո վրեժխնդրություն, որովհետև սա գալիք պատասխանատվություն պիտի բերի։ Ես մի անգամ կանանց գաղութում մի կին կար, շատ սխալներ էր գործել ու անդադար Աստծուն մեղադրում էր, եթե Աստված կա, այսքան աղոթեցի, երբ որ հարցրեցի դու ես մեղքերը գործես, ես շատ եմ գործել։ Ասում եմ իմացի որ դու այդ մեղքերի պատճառով ես այստեղ որպես ապաշխարություն։ Երբ որ կզղջաս այդ մեղքերը, դու երբ որ այդ մեղքերը կգիտակցես, որ դու ոչ միայն քո էլ Աստծո դեմ ես գործել, Աստված էլ քեզ ողորմության արժանացնի։ Եվ կար ժամանակ հետո իր լավ վարքի համար իրեն վաղաժամկետ պայմանական բաց թողեցին։ Ուրեմն տեսեք, ապաշխարությունը ոչ միայն տվյալ մեղքի համար է, որ այդ պահին դու արել ես կամ չէ։ Շատ մեղքեր կան, որ մենք չենք անդրադառնում, որ դրանք կարող են մեղքեր լինեն։ Մենք ասում ենք, խոսում ենք, երբեմն բառեր ենք ասում, երբեմն բամբասում ենք, երբեմն չարախոսում ենք, չգիտակցելով անգամ, որ սա Աստծո համար դժվար պիտի թվա, որ քրիստոնյան իրավունք չունի այդպիսի բան։ Դրա համար Հիսուս ասում է, անգամ ձեր անիծողներին դուք օրհնեք, որտեղ վրեժխնդրությունը Աստծուն է, Աստված ինքը այդ ամենը կհոգա։ 7-րդ համարը, սիրելիներ։ Արդարև Աստված չկոչեց ձեզ պղծության, այլ սրբության։ Ուրեմն հույներին հիմա կոչ անը, որ Աստված ձեզ, եթե հավատացել եք, դարձի եք եկել, չեք կարող նախկին պիղծ կյանքը ապրել, այլ սրբության կյանքը պիտի ապրեք։ Զատված, մաքրված, արդարացված Քրիստոսով պիտի ապրենք։ Մենք միշտ պետք է հիշենք, նախ մենք չէ որ որոշեցինք սուրբ լինել, չէ՞։ Աստված չէ որոշեց, որ մենք սուրբ պիտի լինենք։ Մենք պարզապես ենթարկվում ենք Աստծո կամքին։ Եթե Աստված է ուզել, որ մենք սուրբ լինենք, ուրեմն մենք պիտի այդ ճանապարհով ապրենք։ Մենք չենք ուզել, Աստված է, ես սուրբ եմ, դուք էլ սուրբ պիտի լինեք։ Սա Աստծո պահանջն է, մենք չենք որոշել։ Եթե մարդը գիտակցի, որ այս ամեն այս կոչումը, որ կա իր համար Աստված է որոշել, ինքը կարող է կատարել։ Եվ Աստված մեզ կանչել է այդ սրբությամբ ապրելու։ Տեսեք ինչ է ասում Սուրբ Գիրքը մեջ։ Աստված իր սերը մեր հանդեպ հայտնեց նրանով, որ մինչդեռ մեղավոր էինք, Քրիստոս մեզ համար մեռավ։ Այժմ որ մենք արդարացված ենք նրա արյամբ, որչափ ևս առավել նրանով փրկված պիտի լինենք այդ բարկությունից։ Այն ժամանակ, երբ որ մենք մեղքի մեջ էինք, Աստված մեզ արդարացրեց Քրիստոսի արյունով։ Հիմա ասում եմ, եթե մենք արդարացված ենք եւ հրավիրված ենք այդ սրբության ճանապարհը ապրելու, եւ եթե մենք ապրենք այդ ճանապարհը, առավել եւս շնորհ պիտի գտնենք այդ կյանքի մեջ։ Ուրեմն Աստված է մեզ կանչողը։ Մեզ թվում է, թե ինչ որ բան, որ մեր կյանքի մեջ փոխվեց, դա մենք արեցինք, մեր ցանկություն եղավ, չէ, Աստված մեզ կանչեց, պարզապես մենք այդ ժամին լսեցինք Աստծուն։ Հիշում եք Սամուելին, երբ որ իր մայր Աննան Սամուել մարգարեին ունեցավ,
ինքը ուխտ էր արել, որ իր զավակին պիտի ընծայի Աստծուն։ Եվ 3 տարեկան է, որ փոքրիկ Սամուելին Աստված տարավ Հեղի քահանայի մոտ, թողեց տաճարում Տիրոջը ծառայելու։ Եւ մի օր գիշերը ասում է, լսում է Սամուել, Սամուել, գալիս է քահանան, ասում է Տեր, ես այստեղ եմ, ասում է, բայց ես քեզ չեմ կանչել։ Գնա քնից տղաս։ Գնում է երկրորդ անգամ Սամուել, Սամուել, նորից գալ տղա, երրորդ անգամից հետո Հեղի քահանան հասկանում է, որ կանչող Աստված ասում է տղաս, երբ որ նորից կլսես, կասես Տեր, քո ծառան այստեղ է, լսում եմ քեզ։ Եվ 3 տարեկանից Սամուելը խոսում էր Աստծո հետ։ Ուրեմն այդպես էլ ամեն մեկիս կյանքում մեր մանկության, երիտասարդության, ծերության ժամանակ Աստված ամեն մեկիս անվանապես կանչում է։ Ինչպես դրախտում ասաց Ադամ, ուր ես։ Ադամին էր փնտրում, այսինքն Աստված յուրաքանչյուր մարդու փնտրում է եւ որ պահին որ մենք պատասխանում ենք, այդ ժամանակ ենք մենք հասկանում եւ զգում Աստծո ներկայությունը մեր կյանքում։ Քանի դու այդ հրավերին չես պատասխանել, քանի չես ասել Տեր, քո ծառան այստեղ է, լսում եմ քեզ, դու չես կարող քրիստոնյա դառնալ։ Մենք բոլորս էլ հավատացել ենք, ճիշտ է։ Բոլորս էլ մտածել ենք, որ Աստված կա, այսինչ բաները պահանջել է, եթե Սուրբ Գիրքը չենք կարդացել, հատկապես սովետական շրջանում արգելված է եղել, բայց քրիստոնեական սովորությունները մեր մայրերից, տատերից պահպանված, մենք տան մեջ կիրառել ենք։ Բայց չիմանալով ինչի համար։ Հիմա որ մեկ-մեկ բացատրում ասում են, բայց մեր տանը մերոնք անում էին, ասում այ դա եկեղեցուց եկել, բայց քանի որ եկեղեցի չի եկել, մնացել է ժողովրդական սովորությունը ձեր մոտ։ Ուրեմն այսպես էլ հրավերը Աստված կանչել է մեզ, որպեսզի փրկված լինելով սուրբ լինենք, մաքրված, զատված։ Ուրեմն մեկ կողմից Հիսուսի հանդեպ ունեցած հավատքը, որ մենք ունենք եւ դրանով փրկված ենք, սա դեռ քիչ է, մենք նաեւ այդ հավատքը պիտի ապրենք։ Ուրեմն Հիսուս մեզ փրկել է, տվել է այդ ազատում, բայց այդ փրկությունը ունենալու, մինչև վերջ ունենալու համար դու պիտի աշխատես։ Այսինքն, երբ որ քեզ մի բան տալիս են, դու չես կարող թաքցնել, ասել սա իմն է, վերջ միայն ունենալը բավական չէ։ Օրինակ, եթե մեկը շատ փող ունենա, բայց ինքը դեղ չգնի իր համար, ինքը կարող է բժշկվել։ Ինքը պետք է աշխատի, չէ, դեղը գնի իր առողջության համար։ Ուրեմն փրկությունն էլ այդպես է։ Մի կողմից Քրիստոսի հավատքով մենք արդեն սուրբ ենք եւ արդար ենք Աստծո առջև, սակայն մյուս կողմից էլ պետք է Սուրբ Հոգու զորությամբ սուրբ կյանք ապրենք, որպեսզի այդ փրկությունը մեր կյանքում իրականում, որտեղ մենք կոչված ենք ոչ թե պղծության, այլ սրբությամբ ապրելու համար։ Սա է մեր կոչումը, սիրելիներ։ Այս կոչումով մենք պիտի ապրենք այս աշխարհի մեջ։ Մենք բոլոր կողմից մարդիկ մեզ պիտի խանգարեն, բոլոր կողմից մարդիկ պիտի գան տարբեր առաջարկություններ անեն, այն մարդկանց հետ, որ մի ժամանակ ծխում էինք, խմում էինք, հայոյում էինք, գնում էին փողով, խաղեր էին խաղում, երբ որ դու չես անում, մենք պիտի ամեն տեղից հայտնվեն, նորից առաջարկեն քեզ, ինչ կլինի, արի նորից միասին այդ կյանք ապրենք, այս մի անգամն էլ, վերջին անգամ էլ չենք անի, խոստանում եմ, այսպես պիտի համոզեն մարդիկ, մի անգամ էլ արա ու վերջ, բայց այդ մեկ անգամից հետո դու կարող ես այլևս չկարողանալ վերադառնալ։ Դրա համար տեսեք ինչ է ասում. հեռու ձեզանից պոռնկություն եւ ամեն տեսակ պղծություն կամ ագահություն, դրանց անունից թող չլսվի ձեր մեջ, ինչպես որ վայել է սուրբերին։ Ասում է, անգամ դրանց անունը բարձրաձայն ձեր մեջ մի տվեք, պոռնկություն, գողություն, շնություն, սպանություն, այս մեղքերը մի հիշեք, անգամ բարձրաձայն մի խոսեք դրանց մասին, որովհետև սուրբերը այդպիսի բառեր չեն օգտագործում։ Եթե դու կոչված ես Քրիստոսով ապրելու, այդպես էլ պիտի ապրես։ Ես շատ ցավ եմ ապրում, որ տեսնում եմ շատ հաճախ մարդիկ, հատկապես քրիստոնյաներ, հավաքվում են իրար հետ, ամեն ինչից խոսում են, բացի հոգևոր մի նյութ։ Երբ որ հոգևոր մի նյութ ես ուզում խոսել, մի հարցի շուրջ, դե լավ, դե մենք գնացինք։ Մի անգամից փախնում են մարդիկ։ Ու տեղ ես հասկանում, որ այս մարդիկ ուզում են քեզ հետ ընկերություն անել, քեզ հետ շփվել, խոսել, բայց երբեք դու իրենց հոգևոր չպիտի խոսես։ Իրենց հաճելի է քո ներկայություն, որ հետո ասեն, տես Տեր հայր հետ մտերիմ ենք, այս ինչ քրիստոնյայի հետ մենք լավ հարաբերություններ ենք, ինչ օգուտ կարող ենք, բայց երբ որ հոգևոր բան ասես, այս բանը մի արա, դե լավ ասում եմ, մենք գնացինք, հետո կհանդիպենք։ Սա է քրիստոնյայի, այս քրիստոնեական աշխարհի կյանքը կեցված կա այսօր։ Տեսեք, արգելված է, չէ՞ դպրոցում այսօր Աստծո մասին խոսել, քարոզել։ Բայց երբ որ գնում ես բանտ, առաջին բանը Սուրբ Գիրքը տալիս են ձեռքդ, ասում են առ կարդա։ Հիմա եթե երեխան կամ մեկը քրիստոնյա, որ այս աշխարհի մեջ ապրում է, իրեն մանկուց սովորեցնեին Աստծո օրենքները, պատվիրանները, Աստծո գործը, ինքը չէր հայտնվի բանտում, հետո բանտում նոր հասկանար, փոխեր իր կյանքը։ Ուրեմն բանտը ուղղվելու համար չէ։ Այս աշխարհը արդեն բանտ է, մենք այս մեծ բանտի մեջ ենք։ Մենք պետք է այստեղ ճշմարտությունը սովորենք։ Ոչ թե բանտում ասես Քրիստոսի անունը իմացիր, կարդա, որ փրկվես, այլ դպրոցից, մանկապարտեզից մենք պետք է սովորացնենք, որպեսզի սուրբ կյանքով կարողանանք ապրել։ Եվ վերջապես սուրբ կյանք նշանակում է ուղիղ հարաբերություն Աստծո հետ։
առանց ամանչելու, առանց կասկածելու, առանց երկմտելու, դու պարզ աչքերով կարողանաս նայել Աստծո աչքերով, այդ նայելու իրավունքը չկորցնես։ Սա է սուրբ կյանքը, որ դու ամեն կերպ ամեն ինչ անում ես, որպեսզի Աստծո հետ ունեցած քո հարաբերությունները չփչացնես։ Այսօր շատ հեշտ է, մեղքը, մի փոքրիկ մեղքի բաժին ու մեր բոլոր հարաբերությունները խաթարված են, սիրելիներ։ Դրա համար սուրբ կյանքը նաև այս ուղիղ հարաբերությունից է կախված։ Ինչու օրինակը ձեզ պատմել եմ, որ Քրիստոսի խաչելությունը այս սա էր, ձեռքերով մարդկանց բերում էր, կանչում էր, որ իրար հետ ուղիղ նայեք։ Երբ որ մարդը մարդու աչքերի մեջ դեմ հանդիման կարողանա նայել, ինքը նաև Աստծո աչքերի մեջ կարող է նայել։ Ուրեմն այս սուրբ կյանքը ամեն մեկիս կոչումն է։ Սա միայն հոգևորականի կյանքը չի սուրբ լինել։ Այ օրինակի համար այսօր մի տղա գրել էր, որ հոգևոր պոռնկությունը նաև երբ որ մարդը հոգևորականը արարողության համար գումար է վերցնում։ Երբ որ մկրտության կամ պսակի ժամանակ կամ թաղման իրեն գումար են տալիս։ Լավ երևույթ չի, սիրելիներ, բայց դա իր վարձն է։ Դու իրեն իր ծառայության համար ես տալիս, հենց այնպես ինքը չի գալիս քեզանից խնդրում, դու իրեն տալիս ես։ Եթե որևէ մեկը գա, հետը սկսի խոսել, գնի հետ կապված, դա ուրիշ հարց է, որ մեղք է։ Բայց դու երբ որ դու էլ քո պարտականությունը կատարես, ամսական քո լուման տանես եկեղեցուն քո 10-րդը տաս, ոչ մեկ էլ չի անի այդպիսի բան։ Երբ որ դու քո եկեղեցին քո քահանան ունենաս, քո քահանան երբեք քեզանից գումար չի պահանջի։ Եվ ոչ էլ դու դժկամությամբ կտաս, հետո կասես, որևէ մեկը պարտավոր չի, չէ, 50 կիլոմետր գա քո տուն, քո արարողություն անի, իր հաշվին իր բենզինը լցնի, գազը լցնի, մի հատ էլ դու մունատ գաս իրեն ճանապարհես։ Ուրեմն սա շատ կարևոր բան է, որ դու հասկանաս, փոխադարձ քրիստոնյաները մեկը մյուսով են ուժեղ։ Հիմա կտեսնենք, ասում եմ, ոչ միայն դուք իրար հանդեպ եք եղբայրասեր իրար ու նյութապես օգնում, այլև մյուս եկեղեցիների եղբայրներին եք օգնում։ Ուրեմն սա շատ կարևոր բան է, որ դու երբ որ եկեղեցու անդամ չես, եկեղեցու կյանքին մասնակից չես, չգիտես ինչ է կատարում, շատ հեշտ է խոսել դրա մասին։ Շատ հեշտ։ Այնպես չի, որ մարդիկ այսպես բերում են սրտանց տալիս են, իրանք էլ բողոքում են։ Քահանան գալիս ծառայություն, դուք նվագողին 40,000 դրամ կարող եք տալ, բայց քահանայի բենզինի ճանապարհածախսը չեք ուզում տալ։ Այդ ոնց եղավ այդպես։ Փոսփորողին կարող եք 50,000 տալ, փոսփորողից ավելի գործ կատարում է քահանան, դուք չուզենաք այդ մարդուն վարձատրել։ Քահանան չի աշխատում, ուրիշ աշխատանքներ չի անում, բիզնեսներ չունի։ Քահանան պարզ, հասարակ ժողովրդի ծառան է, ժողովրդի միջոցով է ապրում այդ ամենը։ Դրա համար, երբ որ դու ուզում ես ապրել այդ կյանքի մեջ ներկա լինես, հետաքրքրվիր, տես ինչպես է լինում։ Երբ որ մի անգամ մեկի մի գումար ես տվել, իր ծառայության դիմար, ոչ թե հենց այնպես տարել տվել ես, եւ այսպես համացանցի մեջ գրել, քննադատել, հեշտ է այս ամեն ինչը։ Ոչ ոք չգիտի իրականում ինչ է կատարվում կամ ինչ է տեղի ունենում։ Դրա համար այս հոգևոր կյանքը սրա մեջ է, ուղիղ հարաբերությունով մեր մեջ պետք է լինի այդ ուղիղ հարաբերությունը։ Երբ որ դու մեկին բարեգործություն ես անում, հետո մտածում ես, ինչ արեց, տենց էս փողը ուր տարավ, ինչ արեց, արդեն խախտվեց ամեն ինչ։ Ամեն բան արդեն քանդված է։ Դրա համար ուզում եմ, որ մենք այդ սուրբ կյանքով ապրենք, որ պղծությունից դուրս են գալիս սրբություն եւ այդ սրբության մեջ կարողանանք ապրել։ 8-րդ համարը։ Ահա թե ինչու ով անարգում այս բանը, մարդուն չի անարգում, այլ Աստծուն, որը եւ Սուրբ Հոգին տվեց մեզ։ Տեսեք, ահա եւ այսինքն հետեւաբար։ Ուրեմն, երբ որ այս բաները դու չես կատարում, այս մեղքերը դու գործում ես, ասում եմ մարդուն չէ, այլ Աստծուն ես անարգում։ Ուրեմն Աստծո դեմ ես եւ Սուրբ Հոգին, որ դրված է քո մեջ, Սուրբ Հոգու տաճարն ես պղծում։ Ուրեմն ցույց է տալիս հետևանքը, թե ինչ կլինի կամ ինչ կկատարվի քո գործողություններից։ Հետևանքը ինչ կլինի։ Տեսեք, օրինակ ասեցի Դավիթ մարգարեի գործածի հետևանքը եղավ իր զավակի մահանալը։ Մեկի գործած մեղքի հետևանքը կարող է լինել իր ընտանեկան դժբախտությունները, հիվանդությունները, տարատեսակ փորձությունները, որ կարող է կատարել, որովհետև մեկ հատ սխալ գործընթաց, չէ, հիմա եթե դու ականազերծողները գիտեք ինչ է տարվա մեջ, իրենց կյանքի մեջ մեկ անգամ են սխալվում, եւ այդ սխալումից պայթուն է լինում։ Ուրեմն այդ մեկ սխալմունքից դու կարող ես ոչնչանալ։ Հետևանքը պայթուն է լինում, մեղքը պայթեցնում է քո ամբողջ կյանքի կառուցած այդ հոգևոր եւ անտեսանելի տաճարը, թե ինչպիսին է եղել։ Նրանք, ովքեր սեռական կյանքի մեջ անարգան կամ պիղծ կեցված կդրսևորեն կամ այդպես կապրեն եւ չեն հնազանդվի Աստծո կամքին, նրանք Աստծոց կմերժվեն եւ վերջապես իրենք Աստծուն նախ ցավ կպատճառեն, տրտմություն կպատճառան եւ Սուրբ Հոգուն կհանան իրենց կյանքում։ Տեսեք, Աստված էլ է տրտմում,
Աստված էլ է ցավ ապրում մեղքի պատճառով։ Մենք ապաշխարության աղոթքի մեջ շատ գեղեցիկ տող ունենք, ասում ենք Տեր Աստված, որ դու երկայնամիտ ես, գթած ես, ողորմած ես, դու չես կամենում մեղավորի մահը, ցավ ես ապրում մեղավոր մարդու մեղքի հետևանքով, այլ դու ուզում ես նրա դարձը եւ ապրելը։ Ուրեմն Աստված ուզում է մեղավոր մարդու դարձը եւ ապրել, ինքը ցավ է ապրում մեղքի պատճառով։ Նույնն է, երբ որ ծնողը տեսնում է իր երեխան մեղքի մեջ է, չէ՞, մեկը խաղամոլությամբ է բռնված, մյուսը թմրանյութ է օգտագործում, մեկը այլ մեղքերի մեջ է, պատկերացրեք ծնողի տառապանքը, չէ՞, որ ամեն ինչ անում է, ամեն մեկին դիմում է, ամենտեղ գնում է, խնդրում է իր զավակին փրկելու համար։ Եվ միայն երբ է հանգստում, որ զավակը այդ մեղքերից կտրվում է։ Այնպես էլ Աստված ամեն օր զոր ու գիշեր հսկում է, աղոթում է նաև Հիսուս մեզ համար, որպեսզի մենք կարողանանք այդ մեղքերից հեռու լինենք։